Սիրելի հայրենակիցներ, այս ուժը քաղաքացիական պայմանագիրը 8 տարի է, ինչ ասել է Հայաստանի անվտանգության մասին, ձեր բարեկեցության մասին, մեր երկրի ապագայի մասին, գլխի վրա շուռ տված իրականություն է դարձրել։ Նույնը վերաբերելու է նաև այսպես կոչված հնարավոր ադրբեջանական համայնքի վերադարձին։ Չհավատակ, այն ինչ որ այստեղից հաստատում են իրենք, որ այդպիսի բան չկա, այդ խոսքերին չհավատակ։ Նրանք ասում էին, հիշում եք երևի, առաջին անգամ, երբ որ մենք ասում ենք Արցախի ուրացումը դավաճանություն, այստեղ ինչ մի հատ կռիվ սկսեցիք։ Ելակ նույնիսկ վիրավորեցիք, թե ոնց կարող եք դուք իշխող քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի ընդհանրապես կասկածել Արցախը հայկական լինելու մեջ, ոնց կարող եք դուք այդպիսի բան անել։ Հիմա ինչ ուրանալ, ինչ մոռանալ, անցյալը ամբողջությամբ ջրել, ամբողջությամբ ոտնատակ տալ հերոսական ազատագրումները, այդ դուք եք։ Ես ուզում եմ իշես շատ չի անցել, չէ՞։ Կարող եք հետ տալ, փառք Աստծո, հիմա բոլոր հնարավորությունները կա, այս ամբիոնից ինչ կուրս գծեցելով էիք վիրավորում, մեղադրում, բոլոր են անձանց, ովքեր ձեզ ասում են, ախր դուք Արցախի հանձնումից զատ Հայաստանի վրա թշնամական գործողություններով տարածքներ եք հանձնում։ Թուրքասիրությունը, որ այս ամբիոնից հորդես դրանից հետո, ադրբեջանասիրությունը, ալիևասիրությունը, ինչի մասին էր վկայում, ձեր բոլոր սկզբնական խոսքերի, հերքումների, ուղիղ հակառակը անելու։ Կամ այլ դրվագ, մենք ժողովրդի վրա չենք կարող ուժ կիրառել, առհա, բաներ են, նռնակներ են նետում ժողովրդի վրա, օրը ցերեկով, այդքանից հետո մի հատ էլ աբեկցության մեջ են մեղադրում այդ ժողովրդին կամ շարժման մասնակիցներին, ասել եմ, կրկնում եմ, գլխավոր խառնակիչը, թե մարտի 1-ի, թե հունիսի 12-ի և թե առհասարակ 2000 թվականի ծեսկում իրականացվող բոլոր գործողություններում եղել է և կա անձ Նիկոլ Փաշինյան անունով և նրա աջակիցները, գլխավոր խառնակիչները, որոնք որ բերել են մեր երկրում ամենասարսափելի իրավիճակը, ստիպելով, մղելով բազմաթիվ մարդկանց իրականացնելու նաև հակաիրավական գործողություններ։